Գնա դուրս ասա Աստված օրհնի քեզ, Աստված պահապան քեզ, կասի Աստված քեզ էլ պահապան։ Հələ մի հատ ասա Հիսուսը օրհնի քեզ։ Արդեն աչքերի արտահայտությունը կփոխվի, կասի ով ես եղբայր։ Հələ մի հատ էլ պատկերացրա, որ ասում է Սուրբ Հոգու օրհնությունները լինեն քո կյանքում։ Նախ առաջի այդ արտահայտությունից, որ ասես Սուրբ Հոգու օրհնությունները, եղբայր աղանդավոր ես։ Ներքին քմծիծաղ, թե ոնց կարելի է, երբ որ Սուրբ Հոգու անունը տաս, քեզ համար են աղանդավոր։ Տեսես աղանդավորն ով է, որ Սուրբ Հոգուն չի ընդունում։ Սուրբ Հոգու պարգևները չի ընդունում։ Սուրբ Հոգու պարգևները աղավաղում է։ Դրել են իրանց համար բան են արել, մոնտաժել են ու ծաղրում են, ուրիշներին էլ ծիծաղի են բերում այդ ամեն ինչի վրա։ Միթե չեն վախենում։ Ու ես ուզում եմ ստեղ կանգ առնեմ այդ ծաղրող մարդկանց հստակ ուղերձ տամ։ Հասկացեք ինչ եք անում։ Մեկ-մեկ տեսնում ենք մոնտաժած վերցնում դնում են այդ լեզուների պահը, առանց հասկանալու ինչ են անում։ Երևի մոռացել են, որ Հիսուս Քրիստոս ասում է Աստծո մատով, Հիսուս Քրիստոսը Սուրբ Հոգով մարդկանցից դևեր էր հանում, ու ասեցին Բեղզեբուղի հոգով ես անում։ Ու հենց այդ համատեքստում Հիսուսը ասեց, եթե նույնիսկ ինձ հայոյեք կներվի, բայց Սուրբ Հոգուն հայոյողը երբեք չի ներվի։ Երևի մոռացել են։